Պատրաստ եք։ Բացահայտում ենք հայկական ավանդական հարսանիքի գաղտնիքները։ Ամեն ինչ սկսվում էր ոչ թե հանրային առաջարկությունից, այլ մի գաղտնի շատ կարևոր առաքելությունից։ Պատկերացրեք, Փեսայի տղամարդիկ հարսի տուն էին գնում միայն մութն ընկնելուց հետո։ Գաղտնիությունը շատ կարևոր էր։ Հրապարակային մերժումը կարող էր արատավորել երիտասարդի անունը։ Իսկ հիմա ամենահետաքրքիրը՝ բանակցությունները վարում էին հատուկ կոդավորված լեզվով։ Օրինակ, այս արտահայտությունը վերջնական մերժում էր, այսինքն էլ երկրորդ անգամ չգաք։ Երբ վերջապես համաձայնության էին գալիս, գործարքը կնքում էին, ոչ թե թղթով, այլ հացով։ Սա ցույց է տալիս, թե ինչ սրբազան դեր ուներ հացը երկու ընտանիքները միմյանց կապելու մեջ։ Հարսանիքին նախորդում էր երկու կարևոր ծես, ու երկուսն էլ իրենց խորը իմաստն ունեին։ Փեսային լողացնում էր քավորը։ Սա կարելի է ասել նրա ամուրի կյանքից հրաժեշտն էր։ Իսկ հարսին հագցնում էր ամենաերիտասարդ մայրը, որպեսզի նրա բախտը բերեր։ Կար նաև հարսանեկան ծառը, այն ամբողջ ընթացքում պահպանում էր ազատ պաշին։ Հիմա եկեք տեսնենք, թե ինչ էր կատարվում հենց հարսանիքի օրը։ Իսկական աղմկոտ տոնախմբություններ։ Հարսանիքին հայտնվում էր մի հատուկ կերպար՝ աղվեսը։ Նրա դերը տանում էր Փեսայի կողմի մի ճարպիկ տղա։ Նրա առաքելությունը գաղտնի մտնել հարսի հավաբունն ու որպես ավար մի հավ գողանալ։ Իսկ որպեսզի ավելի ուրախ լինի, Փեսայի ծնողները մի փոքրիկ կեղծ կռիվ էին բեմադրում։ Ու այս կռվում կար մի ոսկե կանոն. կինը միշտ պետք է հաղթեր։ Իսկ չար ոգիներին վանելու համար եկեղեցի գնալիս օդ էին կրակում։ Շատ կարևոր էր նաև, որ ոչ ոք չանցներ հարսի ու Փեսայի միջով, որպեսզի նրանց ճանապարհը բաց լիներ։ Պատկերացնում եք, հարսանիքից հետո նորապսակները մինչև 7 օր իրավունք չունեին մենակ մնալու։ Նրանց ամուսնական կյանքը սկսվում էր միայն քահանայի կողմից պսակահան արարողությունից հետո։ Այսօրվա հարսանիքների աշխարհում հետաքրքիր է, որ ավանդույթներն են իսկապես ստեղծում ամուր կապեր։